Տիկին Գալստյան, հայցերի հետ վերցնելու պահը ուժի մեջ մտնում պայմանագիրը ստորագրելուց և այն վավերացնելուց հետո։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում, այսինքն հայցերը հետ վերցնել վերաբերում է ոչ միայն Հայաստանին, վերաբերում է Ադրբեջանին։ Այդ հայցերը հետ վերցնելու արդյունքում ինչքան Հայաստանն է, ինչպես դուք եք նշում, թուլանալու, այնքան թուլանալու է Ադրբեջանը։ Այսինքն սա ֆունդամենտալ արձանագրում է։ Երկրորդը, որը շատ ավելի ֆունդամենտալ մի հարց կա, և ես այսօր ձեզ թողանավորել էի այդ մասին խոսել, և խոսեմ այդ մասին, ֆունդամենտալ հարցը հետևյալն է, որ մենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի ժողովուրդը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե չի ուզում շարունակել, մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, թե պիտի շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ես ագնիկ գտնված չեմ լինի, եթե շատ ուղիղ այդ անջոնից իմ պարտիկը չասեմ, այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել են հենց այս անջոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ, ասելով, թե ինչ դերակատարում է, ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ես առանց սեթևեքանքի ուզում եմ հստակ և անդրադառ ասել, որ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, և ուզում եմ ասել, որ այն խաղաղությունը, որ ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի,